Կարծես Էրդողանն է այստեղ կազմակերպում Փաշինյան-Ալիև հանդիպումը, քաշում փոքր եղբոր Ալիևի ձեռքից, նրան ուղղորդում դեպի Փաշինյանը։ Ուրախ, զվարթ է Ալիևը, պատճառը դեռ չգիտենք։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրար հերթ չտալով կադրեր հրապարակեցին իրենց նախագահի ոտքի վրա ունեցած ջերմ հանդիպումներից, զրույցներից։ Ալիև Էրդողան, Ալիև Մակրոն, Ալիև Փաշինյան։ Վերջիններս նաև սուրճի սեղանի շուրջ նստեցին։ Փաշինյանի էջում հրապարակված կադրերում նա խոսում է, Ալիևը լսում, մեկ-մեկ գլխովանում։ Հետևեցին կադրեր նաև արտգործնախարարների եւ խոսնակների մասնակցությամբ Ալիև-Փաշինյան զրույցից։ Ինչ են քննարկում կողմերը, Հայաստանի կառավարության հաղորդագրությունը խիստ պաշտոնական է։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Գործընթացի վիճակի մասին Փաշինյանը 3 ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում էլ խոսեց, ըստ էության նոր բան չասելով։ Միսկի խմբի լուծարմանը Հայաստանը պատրաստ է, իսկ մեր մայր օրենքում հարևաններից տարածքային պահանջներ չկան։ Խաղաղության պայմանագիր կնքել պատրաստ ենք։ Իդեպ մենք դեռ նոր սահմանադրության նախագիծ չունենք, բայց մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք այն խնդիրները, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ դե յուրե սահմանադրական դատանի որոշմամբ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Ալիև-Փաշինյանն այս խառը ոչ պաշտոնական շփումների ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի ղեկավարի դիտարկումները տեղնուտեղը հանրությանը մոլորեցնելու հերթական փորձ որակեց։ Ընդգծեցին սահմանադրության փոփոխությունը խաղաղության ստորագրման առանցքային պայման է, ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին այսօր Մակրոնն էլ է անդրադարձել։ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի իր ելույթում Ֆրանսիայի նախագահը լիովին աջակցություն է հայտնել երկու կողմերին, նրա խոսքով այդ կարևոր փաստաթղթի խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին։ Կարմիր գորգով անցնելիս էլ վրացական հարթակի մասին են հետաքրքրվել լրագրողները Փաշինյանից, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումներից։ Փաշինյանը գնահատում է այս հարթակը եւ դեռ ավելին սպասում։ Թբիլիսիում տեղի ունեցած փոխարտգործնախարարների հանդիպումը շատ հետաքրքիր ձևաչափ է։ Հուսով եմ այն կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Ես գնահատում եմ Վրաստանի վարչապետի ջանքերն այս ձևաչափի հաջողությունն ապահովելու ուղղությամբ։ Հետո դիվանագետների այս հավաքի խորհրդանշական լուսանկարի պահն է, իսկ ավելի ուշ տեղեկանում ենք, որ Փաշինյանը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր։ Շոշափելի արդյունք կտա այս եվրոպական հավաքը, որ աչքի ընկավ բազմակողմ հանդիպումներով։ Թերևս առաջիկայում պարզ կդառնա։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։